Բարև բոլորին։ Ես Ջորջ Շելյան եմ, բժշկական գիտությունների դոկտոր։ Այսօր մենք կխոսենք ամերիկյան ջիֆու ընկերության լիվ արտադրանքի մասին։ Լիվը ֆունկցիոնալ արտադրանք է, որի օգտակար ազդեցությունը առողջության վրա ապահովում է բուսական ծագման բացառապես բնական բաղադրիչներով։ Ընդհանուր առմամբ, ջիֆուի քաղաքականությունը ոչ թե մեծ քանակությամբ ապրանքներ արտադրելն է, այլ ավելի շուտ յուրաքանչյուր ապրանք առանձնահատուկ դարձնելը։ Այն պետք է աչքի ընկնի իր որակով, տեխնոլոգիայով, ժամանակին եւ հետեւաբար արդյունավետությամբ։ Ինչով է պայմանավորված այս լայվ արտադրանքը այդքան կարևոր եւ ինչու, որոշեցինք մանրամասն խոսել դրա մասին։ Մենք կարող ենք առանձնացնել 3 տարր՝ բաղադրություն, բանաձև եւ տեխնոլոգիա։ Սկսենք կազմից։ Այն ներառում է հայտնի եւ առողջության համար օգտակար բույսեր՝ ալոե վերա, կանաչ թեյ, նուռ, ակայի, գոչի հատապտուղներ, լոռամրգի ացերոլա եւ այլն։ Սա ամբողջական ցանկը չէ։ Ապրանքն ընդհանուր առմամբ պարունակում է 10 բաղադրիչ։ Նրանցից յուրաքանչյուրն առանձին օգտակար է, բայց այստեղ դրանք ի մի են բերվել։ Երկու կարևոր բաղադրիչ լրացնում են այս բաղադրությունը՝ ռեսվերատրոլը եւ գլուտատիոնը։ Դրանք այսօր մեծ հետաքրքրություն են առաջացնում, քանի որ գիտական հետազոտությունները դրան շատ օգտակար հատկություններ են վերագրում։ Բանաձևը նախագծված է այնպես, որ բաղադրիչների ազդեցությունը ոչ թե պարզապես ավելանա, այլ ամրացնի միմյանց։ Այն սիներգետիկ ազդեցություն է։ Բաղադրիչները փոխադարձաբար ուժեղացնում են իրենց դրական հատկությունները։ Կարելի է անգամ խոսել ամբողջական սիներգիայի մասին։ Գործողությունը ոչ միայն բազմապատկվում է, այլև ի հայտ է գալիս նոր որակական հատկություն։ Նա բացատրում է այս բանաձևի առավելությունները։ Այնուհետև դա տեխնոլոգիա է, որը հնարավորություն է տալիս համատեղել օգտակար բաղադրիչները միաժամանակ պահպանելով դրանց հատկությունները օրգանիզմում։ Մենք ունենք մի իրավիճակ, երբ այս օգտակար բաղադրիչները ակտիվորեն գործում են հյուսվածքներում եւ բջիջներում շատ բարձր արդյունավետությամբ։ Այս ապրանքը առանձնահատուկ է իր հակաօքսիդանտ պաշտպանության շնորհիվ։ Այլ կերպ ասած, խոսքը գնում է մարմնի վրա մշտապես ազդող վնասակար ազդեցության դեմ պայքարելու մասին, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին ծագման, վնասելով բջիջներին եւ հյուսվածքներին, հատկապես ներկայիս պայմաններում կապված բնապահպանական խնդիրների հետ։ Սա մեծ նշանակություն ունի։ Լիվ արտադրանքի առաջին ազդեցությունը հզոր հակաօքսիդանտ պաշտպանությունն է։ Երկրորդը իմունիտետի աջակցությունն է, այսինքն արտաքին եւ ներքին ազդեցություններին ճիշտ արձագանքելու օրգանիզմի կարողությունը։ Այսպիսով, այն, ինչ ընդհանուր առմամբ կոչվում է անձեռնմխելիություն, կարող է զգալիորեն ավելի լավ վիճակում լինել։ Լիվի գործողության երրորդ եղանակը դետոքսիկացումն է տոքսինների, ծանր մետաղների, նյութափոխանակության թափոնների եւ այլ վնասազնիկար նյութերի վերացում, որոնք ներթափանցում են դրսից կամ ձևավորվում մարմնի ներսում։ Սա շատ կարևոր է։ Գործողության չորրորդ եղանակը վերաբերում է վերականգնողական գործընթացներին։ Ընկերներ, նույնիսկ օրգանիզմի իդեալական վիճակում անընդհատ առաջանում են ԴՆԹ վնաս, բջիջների ու հյուսվածքների վնասում, օրգանիզմն անընդհատ նորացում գործընթացում է։ Եվ ահա այս նորացման գործընթացում տարիքի հետ կամ շրջակա միջավայրի տարբեր վնասակար գործոնների ազդեցության տակ վերածննդի պրոցեսները հաճախ թուլանում են, հանգեցնելով աննորմալ հյուսվածքների հաճախակի ձևավորմանը։ Ահա թե ինչու են բջջային մակարդակի կառուցվածքները հատկապես կարևոր։ Ապրանքը օգնում է մարմնին ստեղծել առողջ բջիջներ եւ պահպանել դրանց նորացումը։ Սննդակարգը նույնպես կարևոր դեր է խաղում, միլիոնավոր տարբեր գործառույթներ կատարելու համար օրգանիզմին անհրաժեշտ են հանքանյութեր, վիտամիններ, հետքի տարրեր, ամինաթթուներ եւ այլ նյութեր։
სხვადასხვა ვიტამინები, მიკრო-მაკროელემენტები, სხვადასხვა ამინომჟავები, ისეთი ნივთიერებები, რომლებიც სჭირდება სხვადასხვა ფუნქციის, უამრავი მილიონობით ფუნქციის შესრულებას აქ ორგანიზმში. Լիվը պարունակում է արժեքավոր սննդային բաղադրիչներ։ Բացի այդ, այն աջակցում է կարգավորող գործընթացներին եւ օգնում է ավելի լավ օգտագործել մեր գենետիկական կոդում գրված ներքին պաշարները։ Երբ օրգանիզմը հյուծված ու թուլացած է, այդ մեխանիզմները թույլ են տալիս ավելի լավ պայքարել վնասակար գործընթացների դեմ։ Კარგად და როდესაც ორგანიზმი გადაღლილია, დაბზგუნულია და წინააღმდეგობას ვერ უწევს სხვადასხვა პათოლოგიურად მიმდინარე პროცესებს, ეს იყოს გაცილებით უკეთეს მდგომარეობაში და ორგანიზმი Բացի այդ, ես կցանկանայի առանձնացնել ընդհանուր հակաբորբոքային գործողությունը։ Բացի սովորական սուր բորբոքումներից կան նաև քրոնիկական եւ մշտական բորբոքային process-ներ, որոնք արագացնում են ծերացումը եւ նպաստում տարբեր հիվանդությունների զարգացմանը։ მნიშვნელოვანი რომ არის ჩვეულებრივი ანთება, რაც ვიცით და არის კიდევ ესეთი ქრონიკულად მიმდინარე ცივი ანთებები ორგანიზმში, რომელიც აბერებს, რომელიც სხვადასხვა დაავადებებს წარმოშობს, ხო, რომელიც ძალიან მნიშვნელოვანია, რომ minimum Կարևոր է այս գործընթացները նվազագույնի հասցնել եւ հեղինակը վերագրում է այս ազդեցությունը լիվին։ Ինչ վերաբերում է մարմնի տարբեր համակարգերի վրա գործողությանը, նախ պարզենք, թե ում համար է լիվը նախատեսված։ Առողջ մարդկանց իրենց առողջությունը պահպանելու եւ ամրապնդելու, մարզավիճակում մնալու եւ վաղաժամ ծերացումը կանխելու համար։ ჯანმრთელი ადამიანისთვის რომ შეინარჩუნოს და განამტკიცოს თავისი ჯანმრთელობა, ხო, იყოს კარგ ფორმაში და ხელი შეუშალოს ნაადრევით დაბერება. Մեզ շրջապատող բազմաթիվ անբարենպաստ գործոններ կան եւ դժվար է գտնել լիովին առողջ մարդկանց։ Սկսենք սրտանոթային համակարգից։ Հեղինակը նշում է արյան պարամետրերի եւ կոագուլյացիայի աջակցությունը, ինչպես նաեւ մասնակցությունը վատ խոլեստերինի մակարդակի կարգավորմանը։ როგორც სისხლის სურათს შეეხება, იქნება ის შედედების სურათის მხარდაჭერა თუ აი თქვათ იგივე მავნე ქოლესტერინის დონის Հյուսվածքների նյութափոխանակությունը բարելավում է, ինչպես նաև արյան բջիջների կողմից թթվածնի կլանումը։ Անոթների վիճակը պահպանվում է, իսկ սրտի մկանները դառնում են ավելի դիմացկուն թթվածնի պակասի նկատմամբ։ Այստեղ արժե ընդգծել արդեն նշված հակաբորբոքային գործողությունը։ გარდა ამისა თვითონ აი იგივე გულის კუნთი რო ავიღოთ მისი მედეგობა ჟანგბადის დეფიციტისადმი უმჯობესდება და აი ეს იგივე ანტიანთებას რო შევერთ Բորբոքումը աթերոսկլերոզի զարգացման նպաստող գործոններից մեկն է։ Հեղինակի կարծիքով լիվի ընդունումը լրացուցիչ կանխարգելիչ ռեսուրս է տալիս։ Այն կօգնի կանխարգելել աթերոսկլերոզը կամ, եթե այն արդեն առկա է, դանդաղեցնել դրա առաջընթացը եւ նվազեցնել այնպիսի բարդությունների ռիսկը, ինչպիսիք են սրտի կաթվածը կամ ինսուլտը։ მნიშვნელოვანი წილით თავიდან ავიცილოთ ისეთი გართულებები, როგორიც არის ინფარქტი, ინსულტი და ასე შემდეგ. მოკლედ Հետևաբար լիվ արտադրանքը կարևոր է սրտանոթային համակարգի համար։ Հաջորդ բաժինը նյարդային համակարգի մասին է։ Բացի սրտի եւ անոթային պատերին աջակցելուց, նկատելիորեն բարելավում է նյարդային հյուսվածքի, այդ թվում ուղեղի նյութափոխանակությունը։ სიზარღვების კედლებზე ზემოქმედების არ იყოს მკვეთრად უმჯობესდება ნერვული ქსოვილის, მათ შორის თვინის ნივთიერებათა ცვლა. Բարելավում է ուղեղի սնուցումը, ինչպես նաև տարբեր վնասակար նյութերի վերացումը։ Հեղինակը դա կապում է Ալցհեյմերի հիվանդության կանխարգելման կամ հետաձգման, նմանատիպ այլ խանգարումների եւ ուղեղի տարիքային փոփոխությունների հետ։ ან ძალიან გადავადდეს ალცჰეიმერის დაავადება და სხვა მსგავსი გამოვლინებები და თვინის დაბერება გაცილებით Այս ազդեցությունը ոչ միայն արյան շրջանառության բարելավման արդյունք է, այն նաև կապված է իմպուլսների փոխանցման կարգավորման հետ։ Բացի այդ, բարելավում են հիշողության եւ ուշադրության հետ կապված ճանաչողական գործառույթները։ Հիշողությունը կարելի է ամրապնդել, ինչը նույնպես կարևոր է։ აი ამ ხრივ ინტერესი აქვს, მათ შორის მეხსიერება, შეიძლება მეხსიერება უკვე ღალატობს, აი ამ თვალსაზრისითაც შეიძლება მიიღოს გაუმჯობესება და ეს არის მეტად მნიშვნელოვანი. Հաջորդ ոլորտը մարսողական համակարգն է։ Սննդի յուրացումը, լյարդի ֆունկցիան եւ լեղու արտադրությունը բարելավվում են, թույլ տալով ավելի լավ մարսողություն։ Մասնավորապես արժե ուշադրություն դարձնել լյարդի պաշտպանությանը եւ դրա աջակցությանը։ Լյարդը մասնակցում է ավելի քան 500 գործընթացների։ სტრატეგიულ მომენტს, რასაც ქვია ღვიძლის დაცვა. ღვიძლის ფუნქციების გაუმჯობესება. ღვიძლი მეგობრებო 500-ზე მეტ
ֆუნկცია Երբ լյարդը ճիշտ է աշխատում, այն աջակցում է ամբողջ մարմնի առողջությանը։ Լյարդի բջիջները պաշտպանվում եւ վերականգնվում են, տոքսինների եւ այլ վնասակար նյութերի վերացումը բարելավվում է, ինչպես նաեւ լեղու արտադրությունը։ Այս գործընթացները հատկապես կարևոր են։ უკეთესად გამოყოფს შხამებს და სხვა მავნე ნივთიერებებს, მათ შორის ნაღულ წარმოქმნას უმჯობესდება და ამ ნაღველთან ერთად ეს ხდება აი ეს პროცესები და უაღრესად მნიშვნელოვანია სწორედ ამ სისტემის Բացի այդ, լիվնը աջակցում է մկանային կմախքային համակարգին։ Հեղինակը կարևորում է հոդերի տարբեր պաթոլոգիաներով տառապող հիվանդների դրական արդյունքները։ Այս առումով հարկ է հիշել, որ ցանկացած ապրանքի կամ դեղամիջոցի գործողությունը անհատական է։ და ჩვენ გვაქვს არაჩვეულებრივი ეფექტი სწორედ ამ პროდუქტის მოქმედებით. აქვე ვიტყვი და შემდეგაც შეიძლება გავიმეოროთ, რომ ნებისმიერი პროდუქტი იქნება თუ წამალი იქნება, მოქმედება არის ინდივიდუალური, ყველა Բոլոր օրգանիզմները անհատական են, սակայն լիվը բարձր արդյունավետություն է ցուցաբերում սպառողների մեծ մասի մոտ։ Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել շաքարային դիաբետի վրա։ Դա շատ լուրջ հիվանդություն է եւ ըստ հեղինակի լիվնը օգտակար է նաեւ այս ոլորտում։ არის შაქრიანი დიაბეტი. შაქრიანი დიაბეტი ძალიან ვერაგი დაავადება და ამ თვალსაზრისითაც ეს პროდუქტი ეხმარება. ერთის Մի կողմից հեղինակը խոսում է ինսուլինի նկատմամբ զգայունության բարձրացման մասին, մյուս կողմից թիրախային օրգանները վնասից պաշտպանելու մասին։ Խոսքը վերաբերում է նաև շաքարային դիաբետի ժամանակ առաջացած թունավոր մետաբոլիտների վերացմանը, ինչպես նաև վերականգնողական գործընթացներին աջակցելուն, ինչը հատկապես կարևոր է շաքարային դիաբետի դեպքում։ მეტაბოლიტები, ხო? მეოთხე დაეხმაროს აღდგენით პროცესებში, რაც შაქრიანი დიაბეტის დროს არის მეტად აქტუალური და ადამიანმა Այնուհետև մարդը պետք է զգա ավելի շատ ազատություն, էներգիա եւ կենսունակություն։ Սա շատ կարևոր է։ Որտեղից է գալիս այս արդյունավետությունը։ Ինչպես ասացինք սիներգիայի մասին, ռեսվերատրոլը եւ գլուտատիոնը համագործակցում են։ Դրանց ազդեցությունները ամրապնդում են միմյանց։ აქ არის უკვე რესვერატროლი და გლუტათიონის ერთობლივი მოქმედება და იცით რას ნიშნავს ეს რომ ერთმანეთის ეფექტი ისე ძლიერია Համակցված գործողությունը ուժեղանում է այնքանով, որ թույլ է տալիս պահպանել եւ մեծացնել այլ հակաօքսիդանտների արտադրությունը, ապահովելով բազմակողմանի ազդեցություն։ Երբ խոսքը վերաբերում է անվտանգությանը, որակյալ ֆունկցիոնալ արդյունք պետք է համապատասխանի արտադրող երկրի բարձր չափանիշներին։ Կոնկրետ այս դեպքում արտադրողը գտնվում է ԱՄՆ-ում։ მოებოდეს ისეთ ქვეყნებში როგორიც არის ამერიკის შეერთებული შტატები, ევროკავშირი, ამ შემთხვევაში აქ წარმოებელი არის ამერიკის შეერთებული შტატები, აქვს ისეთი ბუნებრივი Լիվի որակը հաստատվում է GMP, հալալ եւ այլ վկայագրերով։ Լիվը նախատեսված է հատկապես առողջ մարդկանց համար եւ ըստ հեղինակի կարող են օգտագործել մարզիկները, քանի որ այն դոպինգ նյութեր չի պարունակում։ Դա ստուգվել է Գերմանիայում անցկացված փորձաքննության ժամանակ։ სპორტსმენებსაც და რატომ? ჯერ ერთი არ შეიცავს დოპინგს და აი ამისი სერტიფიკატი აქვს უკვე გერმანიის ფედერაციულ რესპუბლიკაში კიელნის სპორტულ უნივერსიტეტში. Այս ֆունկցիոնալ արտադրանքը ենթարկվում է հատուկ ստուգման, սպորտում արգելված նյութեր հայտնաբերելու համար։ Ինչպես արդեն նշվեց, բարելավում է նյարդային կարգավորումը եւ սրտանոթային համակարգի աշխատանքը։ Մկաններում մեծանում է էներգետիկ կառույցների քանակը, ինչը թույլ է տալիս մկաններին ավելի շատ էներգիա ստանալ եւ դառնալ ավելի դիմացկուն։ სტრუქტურების გამრავლება და კუნთებს აქვს მეტი ენერგია და მეტი მოქნილობა, იმიტომ რომ აი ამ კუნთების Մկանների նյարդայնացումը բարելավվում է, ինչը հանգեցնում է աշխատունակության եւ դիմադրության բարձրացման։ ასევე მოქნილობას და Հեղինակը նշում է, որ լիվը նախատեսված է կանանց եւ տղամարդկանց, երեխաների եւ տարեցների, առողջ մարդկանց, ինչպես նաեւ հիվանդների համար, ինչպես ֆիզիկական, այնպես էլ ինտելեկտուալ ծանրաբեռնվածության ներքո։ Տուփը պարունակում է 30 պարկ։ Պարզապես վերցրեք օրը 1 կամ 2։ საკმარისია Սա լիվի ակնկալվող ազդեցությունն է։ Լիվ արտադրանքը ունի նաև կիրառման այլ հատուկ ոլորտներ տարբեր պաթոլոգիաների, ներառյալ լուրջ հիվանդությունների դեպքում։ Հեղինակը խոստանում է դրանք ներկայացնել հետևյալ տեսանյութերում։ მოხსენებ.